Ողջույն եթերում հաջողության բանաձևն է։ Հայաստանի համար շախմատի դասավանդումը դարձել է կրթական բրենդ։ Մանկավարժական համալսարանը լինելով առաջատար շախմատի հետազոտական գործունեության մեջ, նաև միակ բուհն է, որը պատրաստում է շախմատ դասավանդող ուսուցիչներ։ Այս թողարկման ընթացքում կխոսենք, թե ինչպես են մանկավարժական գործունեությունը եւ շախմատ մարզաձևը ստեղծում կրթական նոր որակ։ Մնացեք մեզ հետ։ Մանկավարժական համալսարանում գործում է շախմատ գիտահետազոտական ինստիտուտը, որը եզակի է աշխարհում եւ այդ իմաստով հետաքրքրություն է ներկայացնում ողջ աշխարհի մասնագիտական շրջանակների մոտ։ Ինստիտուտն իրականացնում է հետազոտություններ ոչ միայն հանրապետությունում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, սերտորեն համագործակցելով շախմատի համաշխարհային ֆեդերացիայի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ։ Այդ համագործակցության ընթացքում այժմ շախմատի համաշխարհային ֆեդերացիան ինստիտուտը պաշտոնապես դիտարկում է որպես փորձագիտական կառույց։ Գիտահետազոտական ինստիտուտը նաև հետազոտական կարողությունների դարբնոց է, որտեղ իրենց հետազոտական կարողություններն են զարգացնում համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները։ Այն իր բնույթով եզակի կառույց է, որն ինտեգրում է կրթական միտքն ու հետազոտությունները, դառնալով կրթական որոշումների ու նորարարությունների հենք ապահովող գիտական կենտրոն։ Այս գիտահետազոտական ինստիտուտը համարվում է հայկական գիտակրթական մտքի արտահանման լավագույն հաջողված փորձերից մեկը։ Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի մասին կխոսենք, ինստիտուտի գիտական ծրագրերի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Վահան Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Վահան Սարգսյանը մանկավարժական համալսարանի շախմատ գիտահետազոտական կենտրոնի գիտական ծրագրերի ղեկավարն է։ 2021 թվականին եղել է կրթական գործընթացների կառավարման եւ բարեփոխումների վարչության պետ եւ սոցիոլոգիայի եւ սոցիալական աշխատանքների ամբիոնի վարչի պաշտոնակատարը։ 2013-ից 2021 թվականներին ղեկավարել է համալսարանի պրակտիկայի վարչությունը, 2001-ից 2005 թվականներին դասավանդել է կիրառական հոգեբանության ամբիոնում, այժմ դասավանդում է տնտեսագիտության եւ կառավարման ամբիոնում։ Վերապատրաստվել է մի շարք դասընթացների շրջանակում եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում։ Մասնագիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարոն Սարգսյան, երբ է ստեղծվել ինստիտուտը եւ ինչու անհրաժեշտություն առաջացավ մանկավարժական համալսարանում ունենալու նման կառույց։ Ինստիտուտը ստեղծվել է 2018 թվականին, չնայած դրա հիմքերն ու նախադրյալները շատ ավելի վաղ են դրվել, գործում էր արդեն իսկ շախմատ գիտական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան, որը ամենահին հոգեբանական կառույցներից մեկն էր Հայաստանի։ Ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը նախ եւ առաջ պայմանավորված էր նրանով, որ ինչպես գիտեք, Հայաստանը դեռևս այն միակ երկիրն է, որտեղ շախմատ առարկան, որպես պարտադիր առարկա, դասավանդվում է հանրապետության բոլոր դպրոցներում, եւ այս նորարարությունը նախ շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել ամբողջ աշխարհով մեկ, այն իմաստով, որ բոլորին հետաքրքիր էր այսպես մեր գործընկերներից մեկն էր ասում Սինգապուրից, ասում էր դուք այսպես ասած հաջողված փորձի երկիր եք եւ շատերն են հետաքրքրված ուսումնասիրություններով, կար պահանջարկ ուսումնասիրությունների, մյուս կողմից մենք ինքներս կարիք ունեինք այս նորարարության հետ կապված շատ ու շատ խնդիրների տալու հետազոտահեն այսպես պատասխաններ, հիմնավորումներ, ուսումնասիրելու որքանով է արդյունավետ իրականացվում եւ այլն, կար անհրաժեշտություն նաեւ միավորելու իրականացնելու միջդիսցիպլինար, միջառարկայական բնույթի հետազոտություններ եւ դրանք էին հիմնական այն կետերը, այն խնդիրները, որոնց լուծմանը միտված է այսօր այս ինստիտուտը։ Ինչով է զբաղվում եւ ինչ ուղղություններով է աշխատում ինստիտուտը, որ միջազգային մասնագետները եւ գործընկերները այն հաջողված փորձ են արդեն համարում։ Հաջողված փորձ առաջի հերթին նկատի ունեինք շախմատ առարկայի ներմուծումը նախ եւ առաջ, իսկ ինստիտուտի ուղղություններն էին սոցիալ-հոգեբանական հետազոտությունները, սոցիոլոգիական հետազոտությունները, շախմատի կրթական մեթոդական ուսումնասիրությունները, ներառական շախմատը եւ ներառական կրթության պրակտիկան, շախմատի նաեւ կոգնիտիվ եւ հոգեֆիզիոլոգիական ուսումնասիրությունները, եթե հիմնականում այս ուղղություններով են ընթանում մեր հետազոտությունները։ Պետք է ասել իհարկե ուղղությունները այսպես թե այնպես նույնն են, բայց այս 4 տարիների ընթացքում զգալի դինամիկա կա,
դրանց զարգացման, արդեն պրոբլեմատիկայի փոփոխության, ստացված արդյունքների ներդրման եւ այլ իմաստներով նույնպես։ Իսկ հետազոտությունները ինչ արդյունքներ են գրանցել եւ ինչպես են օգնում համալսարանի գիտական գործունեությանը։ Նո ամբողջ հանրապետությունով մեկ մոտավորապես 2 տարի մեկ անգամ պարբերականությամբ իրականացվում են լայնածավալ ուսումնասիրություններ բոլոր մարզերում, տարբեր դպրոցների կտրվածքով պարզելու համար, թե ինչն է լավ ազդում շախմատ առարկայի ուսուցման վրա, որքանով է առարկայի ուսուցումը մատչերի իրականացում եւ մի շարք այլ հարցեր հետազոտական տրվում են, որոնց բարբերաբար պատասխաններ են ստացվում, դրանց հիման վրա ամփոփվում են, հոդվածներ են գրվում, որոնք հիմնականում արդեն հրատարակվում են, իհարկե դրանց մի մասը նաեւ մեր ամսագրերում, իսկ մյուս մասը հրատարակվում է արտերկրում, որտեղ, ինչպես ես արդեն նշեցի, պահանջարկը հետազոտությունների եւ այդ տեղեկատվության պահանջարկը շատ մեծ է տարբեր երկրներում, հատկապես այնտեղ, որտեղ նման մտայնություն գոյություն ունի իրականացնելու նմանօրինակ ներդրում։ Այդպիսի երկրները կան, հենց մյուս տարվանից, օրինակ մեր արդեն հարևան Վրաստանն է, արդեն հայտարարել են պաշտոնապես, որ ուզում են ներմուծել, օրինակ շախմատ առարկան հանրակրթության մեջ եւ ճիշտ ասած արդեն վիդեոյի միջոցով տարբեր ձևերով փորձում են հանդիպել մեզ հետ, որպեսզի կարողանան տեղեկատվություն ունենալ եւ դա շատ բնական է եւ տրամաբանական, որ եթե դու արդեն ունես հարևան կամ հավասարակիչ որ մեկը, որ այդ դրա միջով անցել է, իհարկե նրա փորձը հաշվի առնելը շատ անհրաժեշտ է։ Եվ այդպիսի երկրներ շատ կան, բարբերաբար իհարկե լինում են այդպիսի փորձեր, մշտապես հետաքրքրություն կա, պետք է ասենք, այս հետազոտությունները մի ոլորտ են, որոնք առանց անընդհատ փորձի մեջ լինելու չի կարող զարգանալ։ Զուտ, եթե չկա դաշտ հետազոտության, միայն զուտ գրականությամբ կամ ուսումնասիրություններով դժվար կլինի։ Անհրաժեշտ է, որ լինի մի պրակտիկ դաշտ, գործնական դաշտ, որտեղ շատ դեպքերում փորձի սխալի ճանապարհով, շատ դեպքերում ամփոփելով, վերլուծելով դուք քայլ առ քայլ գնում եք դեպի առաջընթացի։ Դա մի կողմից բերում է հենց մեր հետազոտողների կարողությունների զարգացմանը, պարբերական եւ շարունակական։ Մյուս կողմից հնարավորություն է տալիս համագործակցելու այդ հարցերի շուրջ արդեն ավելի փորձառու միգուցե գործընկերների հետ։ Մյուս կողմից շատ դեպքերում մենք ներգրավում ենք մեր ուսանողներին, որոնք դառնում են թե կամավորներ, պրակտիկանտներ, որոնք իրականացնում են եւ այսպես առաջին ձեռքին հնարավորություն ունենան ստանալու տեղեկատվություն, այն վերլուծելու թարմ ձևով եւ տեսնելու թե ինչպես են ստացվում այս կամ այն արդյունքները։ Կարծում եմ սա նույնպես բացի հրատարակությունների ապահովման մասով, որ ասեցի միջազգային, նաեւ սա նույնպես կարող է լինել գիտահետազոտական գործունեության մեջ ներդրում համալսարանի։ Պարոն Սարգսյան, իսկ հետազոտությունները անելիս կամ այդ արդյունքները գրանցելիս արդյոք նոր գաղափարներ ծնվում են ոլորտը ավելի զարգացնելու։ Սկզբնական շրջանում իսկապես շատ ուժ խնդիրներ կային շախմատ առարկայի ներմուծման, այսօր էլ շատ կան այդ կապված, բայց այդ խնդիրները պարբերաբար լուծում են ստանում, որովհետև մենք ակտիվ մասնակցություն ենք ունենում նաև վերապատրաստումներին ուսուցիչների եւ հնարավորություն ենք ունենում մեր հետազոտության արդյունքները անմիջապես ներդնել, փոխանցել ուսուցիչներին։ Ես սուտ իմ տեսանկյունից ասեմ, որտեղ մի քանի օր առաջ մեկ խմբի վերապատրաստում ավարտեցինք, եթե մենք նախկինում ինչ-որ բան ենք նյութ էինք մատուցում եւ հիմնականում տեսական գրականություն էինք հաղորդում, այսօր ինչի մասին խոսում ենք, շատ առարկայական կոնկրետ մարզերով, կոնկրետ դպրոցներով օրինակների վրա են կարողանում բերել, այդ օրինաչափությունները ինչպես են աշխատում, ինչ սահմանափակումներ ունեն եւ ուսուցիչների հետ շատ ավելի եւ ցանկացած մարդ, երբ որ ավելի կոնկրետ ես խոսում իր հետ, կոնկրետ օրինակ ես բերում եւ իր կարծես իրեն մտատանջող այսպես խնդիրների մասին ես խոսում, շատ ավելի մեծ պատրաստակամության այն առնչվում եւ դա շատ ավելի տպավորիչ է եւ հիշողության մեջ ավելի լավ է ամրապնդվում։ Այս իմաստով, այո, եւ այդ գաղափարները մենք ոչ միայն տալիս ենք եւ նախ եւ առաջ պետք է ասեի, որ այդ գաղափարները մենք ստանում ենք ուսուցիչներից, որոնք պրակտիկ դաշտում են եւ հանդիսանում ենք նաեւ այս իմաստով փորձի
ընդհանրացման, փոխանցման կենտրոն։ Մտածողությունը միշտ դա ակնհայտ խմբային գործընթաց է եւ հավակնել, որ դու մտքի այսպես միակ հանգրվանն ես կամ աղբյուրն ես գիտելիքի, այդպես չի կարելի եւ չի լինում ընդհանրապես։ Դա ընդհակառակը դու պետք է կարողանաս ստեղծել միջավայր, որպեսզի կարողանան մարդիկ փոխանցել մտքեր եւ քննարկումների առողջ մթնոլորտում կարողանան գեներացնել այդ մտքերը եւ ինչու՞ չէ նաեւ դրանց իրականացման, իրագործման մեխանիզմներ մշակեն։ Պարոն Սարգսյան, իսկ շախմատի դասավանդողներ, ուսուցիչներ Հայաստանում բավական քանակի ունենք։ Քանակական իմաստով կարելի է ասել այո, չնայած շատ դեպքերում խնդիրներ իհարկե լինում են եւ ոչ միայն այն իմաստով, որ կարող այս պահին լինեն խնդիրներ չունենանք, սակայն միշտ որակյալ կրթությունը ենթադրում է, որ դու պետք է ունենաս բազա եւ միշտ մտածես ավելի հեռանկարային պլանով, ավելի ստրատեգիական մոտեցում ունենաս եւ այստեղ իհարկե խնդիր կա ուսուցիչների պատրաստման եւ նաեւ վերապատրաստման, նրանց ուսուցման, մասնագիտական զարգացման։ Այ օրինակ իհարկե մեր համալսարանում մենք պատրաստում ենք մեր տարական դպրոցի ուսուցիչները նաև անցնում են շախմատ առարկան եւ նրանցից շատերը աստիճանաբար ավելի մեծ քանակությամբ ներգրավում են դպրոցներում դասավանդման գործընթացում, որոշների համար բավականին զգալի մասի շախմատը դառնում է այն հնարավորությունը, որ նրանք ստանում են մուտքի թույլտվություն դպրոց, այնուհետև տեսնելով, որ ասենք շատ լավ ուսուցչուհի է, նրան տալիս են նաև հնարավորություն արդեն ամբողջ տարական բլոկի առարկաների ուսուցման։ Մյուս կողմից մենք իհարկե ես երեք լսում էի մեր փորձագետների, նաև մեր Սերոբ Խաչատրյանի զեկույցների մասին, որ մենք իսկապես հանրապետությունում ունենում ենք տարբեր մասնագիտության ուսուցիչների համալրման խնդիր, իհարկե հեռանկարային ավելի պլանի մասն է խոսքը, եւ նաև այսօր փոխվել են մյուս կողմից չափորոշիչները բոլոր առարկաների, արդեն դրանք փորձարկում են մեր մարզերում, որտեղ շախմատը արդեն ոչ միայն ինքը որպես եւ ոչ միայն շախմատը ինքնուրույն առարկա հանդես գալուց բացի արդեն դառնում է նաեւ այսպես կոչված բնագիտամաթեմատիկական բլոկի STEM այսպես առարկաների զարգացմանը խթանող, նպաստող առարկա։ Այս համատեքստում շատ կարևոր է, որ մենք կարողանանք համարժեք արձագանքենք այս փոփոխություններին եւ հիմա արդեն նախաձեռնել ենք շախմատ եւ մաթեմատիկա միասնական դասընթացի ծրագիրը, որը մենք առաջիկայում կփորձենք ներկայացնել նաեւ համալսարանի ղեկավարության, որոշում կայացնող մարմինների դատին։ Իհարկե գաղտնիք չէ, որ շախմատը եւ մաթեմատիկան իրանք սերտորեն կապված են, օրինակ շատ հետաքրքիր փորձեր են արվել Օրհուս քաղաքում, Դանիայի, մի անգամ շատ բոլոր դպրոցների մի մասում հանել են մաթեմատիկա առարկան եւ փոխարենը դասավանդել են շախմատ առարկան եւ արդյունքում իսկ մի մասում չեն հանել, արդյունքում այնտեղ որտեղ շախմատը փոխարինել է մաթեմատիկային, արդյունքները մաթեմատիկայի ավելի լավ են ստացվել, քան նույնիսկ շախմատից։ Գրեթե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ շախմատային գիտելիքները եւ մաթեմատիկական գիտելիքները շատ փոխկապակցված են եւ այս իմաստով մենք կարծում ենք, որ կարող ենք օգտագործելով մեր շախմատի ուսուցիչների հնարավորությունները, նրանց տալով լրացուցիչ կրթություն մագիստրոսական, ենթադրում եմ իհարկե դա դեռ շատ սահմանային վիճակում է, բայց մոտավոր այսպես գաղափարներ այդ համատեքստում ունենք, հետագայում մենք հնարավորություն կունենանք նաև քիչ թե շատ համալրելու կամ այն բազան, այն պահուստը մեր ուսուցիչների այսպես, որը խիստ անհրաժեշտ է ունենալ, որովհետև ամբողջովին վստահ եմ, որ երկրի այն էլ Հայաստանի պես երկրի ներուժը նախ եւ առաջ բնագիտամաթեմատիկական կարողություններով օժտված երեխաների, մարդկանց, մասնագետների մեջ է, որովհետև մեր ռեսուրսներից ամենաառաջինը միտքն է եւ շատ հաճախ են մեզ օրինակ տարբեր երկրներից գալու հարցնում թե որ դուք շախմատ շատ ուժեղ եք շախմատից, դուք արդյոք ամենախելացի ազգն եք աշխարհում
Իհարկե մենք համեստորեն ասում ենք, որ դա միայն դուք եք այդպես հարցնում, մենք դուք հարցրեցիք, այդպես մենք չենք ասում, բայց նաև չենք ասում, որ այդպես չէ, այսպես ասենք։ Պարոն Սարգսյան, շախմատ գիտահետազոտական ինստիտուտը տարածաշրջանում միակն է։ Նման բովանդակությամբ մերը աշխարհում միակն է շախմատ գիտահետազոտական ինստիտուտը։ Եվ այս իմաստով շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել արդեն այս 4 տարիների ընթացքում աշխարհում բոլոր տարբեր երկրների կողմից, ինչպես նշեցի, մենք արդեն ունենք պաշտոնապես փորձագիտական FIDE-ի շախմատի համաշխարհային կազմակերպության փորձագիտական կառույցի կարգավիճակ։ Մենք ունենք պայմանագիր կնքված մեր համալսարանի։ Իսկ այդ կարգավիճակը ինչ է տալիս։ Այդ կարգավիճակը տալիս է այն, որ մենք դառնում ենք ուսուցիչների, շախմատի ուսուցիչների պատրաստման կենտրոն, մեր մասնագետները ընդգրկվում են, գոյություն ունի շախմատի ուսուցիչների հավաստագրման ընթացակարգ FIDE-ում, այսինքն օրինակ Կոլումբիայից կամ չգիտեմ Նիկարագուայից կամ Ֆիլիպիններից ինչ-որ մի կազմակերպություն ցանկանում է իրականացնել շախմատի ուսուցիչների պատրաստման ծրագիր։ Նրանք դիմում են FIDE-ին, որովհետև դա շատ պատվաբեր է եւ նաեւ դա որակի չափանիշ է, որ նրանք հավաստեն, որ այդ կազմակերպությունը կարող է իրականացնել մեր մասնագետները ու մասնավորապես նաեւ ես ներգրավում ենք եւ իրականացնում ենք որակի գնահատում այդ կազմակերպության ծրագրերի, նրանց պոտենցիալի, ռեսուրսների, նրանց զարգացման հնարավորությունների, ինչպես նաեւ նրանց ուսումնական նյութերի եւ որի արդյունքում արդեն մեր երաշխավորությունն ենք ներկայացնում FIDE-ին, որը իր գործող մարմինների միջոցով կամ հավաստում է կամ չի հավաստում այդ կարգավիճակը։ Այսինքն իրենք ուղարկում են ձեզ ուսումնական նյութեր օրինակ, դուք դրանք գնահատում եք, հետ եք ուղարկում։ Այո, բոլորին վերջերս Չինաստանի մի կազմակերպության գնահատում ավարտեցինք, շատ չէ, նրանց առաքելություններ 20 միլիոն երեխայի շախմատի ուսուցումը, դա իրականացրեցինք մենք, ես շատ լավ հիշում եմ, նույնիսկ իրենք դե Չինաստանում շատ հետաքրքիր գործիքներ ունեն, ես առաջի անգամ WWW միտինգ, որը Zoom-ի չինական տարբերակն է, որտեղ իրենց մոտ շատ գործիքներ չի բացում, Google-ի եւ այլն, այդ WWW միտինգով միացանք եւ մանրամասն կոնսուլտացիա արեցինք, թե ինչպես մշակեն սա, ինչ անեն եւ մեր եզրակացությունները ներկայացրեցինք։ Նման գնահատումներ արդեն պարբերաբար են արվել են եւ հուսով եմ, որ առաջիկայում դրանք ավելի շատ են արվելու։ Նման փորձի փոխանակում ենթադրում է նաև ձեռքբերումներ, ինստիտուտը այս 4 տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ է ունեցել։ Ամենամեծ մեծ ձեռքբերումը մտքի մասնագիտական ձեռքբերումներն են։ Մենք այսօր իրականացնում ենք այսպես կոչված ուսուցիչների վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը աշխարհի FIDE-ի կողմից իրականացնում են մեր մասնագետները, առավելապես մեր մասնագետների կողմից, իսկ այդ նյութերը, այդ ուսումնամեթոդական փաթեթը, որը շատ լուրջ փաթեթ է, մշակվել է կրկին մեր ինստիտուտի կողմից։ Այսօր մենք կարող ենք ասել, որ դարձել ենք համաշխարհային կենտրոն հետազոտությունների, մենք շուտով կունենանք գիտաժողով ենք կազմակերպելու հունիսի 25-ին 26-ին, նախկինում արդեն 5-րդ գիտաժողովն է շախմատը կրթության մեջ խորագիրը, որ կրում է, եւ այդ գիտաժողովի մասնակիցների աշխարհագրությունը ընդգրկում է ամբողջ աշխարհի բոլոր մայրցամաքները, Ֆիլիպիններից, Նոր Զելանդիայից, մինչև Ուրուգվայ, Կանադա, ԱՄՆ, բոլորը։ Եվ նախ անցած անգամ մենք իհարկե արեցինք իսպանալեզու, անգլալեզու հասարակության համար, աշխարհի հիմա անում ենք ռուսալեզու եւ անգլալեզու մասնագետների համար եւ ավելի կենտրոնանալով զուտ հետազոտությունների վրա, այլ ոչ թե ավելի շատ շախմատի, շատ արդեն շախմատի ներդրման դրա process-ի ուսումնասիրության վրա եւ այդ մասնագետները, որոնք եզակի են, արդեն մենք բոլորը ավելի շատ կարելի ասել միմյանց ճանաչում են ավելի շատ մեր շնորհիվ, շատ-շատերը։ Այսինքն կապող օղակ է դառնում միջազգային համագործակցություն։ Անկեղծ ասեմ, այո, փորձում ենք դառնալ մասնագետների կապող օղակ, դա իհարկե շատ մեծ համբերություն եւ շատ մեծ աշխատանք է պահանջում,
որտեղ ամեն մի մասնագետի հետ նամակագրությունը կարող է մի 20-30 անգամ այսպես գնալ-գալ, որտեղ հարցեր կան եւ այլն, բայց ես կարծում եմ, որ այստեղ սա այն դեպք է, որ այն նպատակը արդարացնում է միջոցները, արտահայտությունը լրիվ արդարացված է։ Բացի դրանցից, որ ասենք, որ մենք շատ ունենք այսօր արդեն այնպիսի մասնագետներ, որոնք շատ լուրջ համբավ ունեն եւ լավ կարողություններ ունեն, բացի այդպիսի ձեռքբերումներից նույնիսկ կարողությունների մաս կարող է համարվել նաև տարբեր համակարգչային ծրագրերի գործիքների ձեռքբերումները, որոնք թույլ են տալիս իրականացնել ժամանակակից պահանջներին համահունչ հետազոտություններ։ Օրինակ, ասենք, մենք ձեռք ենք բերել որակական հետազոտության վերլուծության գործիքակազմ, որը համակարգչային ծրագիր, որը աշխարհի առաջատար համալսարանների կողմից է կիրառվում։ Բոլորովին վերջերս ձեռք բերեցինք նաև հույզերի արտահայտչական բաղադրամասի միկրոմիմիկայի վերլուծության գործիք, soft, որը թույլ է տալիս չափել հույզական դրսևորումները, միկրոմիմիկան, որը ենթակա չէ մեծամասամբ կարող ընդհանրապես կամային վերահսկողության հնարավոր չէ ենթարկել։ Շատ հայտնի գործիք է, որը դեմքի էքսպրեսիայի կոդավորման վրա է կառուցված եւ թույլ է տալիս որոշել դեմքը տվյալ հույզերը դրսևորողների վիճակները եւ փորձել օգտագործել ավելի ճիշտ դրանց հնարավորությունները մեր հետազոտությունների, մեր նպատակների համար։ Կարող ենք այդ գործիքներից մեկը այժմ կիրառել։ Կարող ենք փորձենք, եթե մեծ սիրով ինձ շատ հետաքրքիր է ինչ պետք է հանդես գալ հետազոտողի դերում, ապա փորձենք կիրառել տեսնել ստացվի։ Ինձ անհրաժեշտ է դրա համար նկարահանող սարք, թեկուզ հեռախոս։ Եթե կարելի է կամ ձեր հեռախոսով կամ իմ հեռախոսով ես նկարահանեմ, հիմա ես պիտի հանդես գամ որպես զրուցավար, դուք իմ հարցերին պատասխանեք եւ իմ հարցերը լինելու են մի քիչ անսպասելի, որտեղ ինձ համար կարեւոր է, որ դուք ինչ-որտեղ անսպասելի էմոցիաներ ոնց հասկանում եմ, հենց հույզերի այդ բացահայտման գործիքն է, հա։ Այո։ Քանի տարեկան եք, Սուսինա? 23։ 23։ Դուք պարտադիր չէ, որ կամերային նայեք, կարող եք ինձ նայել եւ դա ավելի հարմար է։ Բազմապես ինձ հետաքրքիր է, կարող եք հիշել ձեր կյանքից ամենաստրեսային ինչ-որ իրավիճակ։ Այո։ Հիշեցիք։ Այո։ Ինչ եք զգում հիմա։ Ոյ։ Ահա որ մեծ ցավ, հիասթափություն։ Լավ։ Իսկ հիմա հիշեք ինչ-որ ձեր կյանքից որևէ ուրախ իրադարձություն կամ դեպք, վիճակ։ Հիշեցիք։ Շատ լավ է, շատ շուտ է։ Լավ։ Ինչ կարծիքի եք, ինչպես եք պատկերացնում ձեր ապագան, ձեր մասնագիտական կարիերայի ապագան։ Մասնագիտական ապագան հստակ պատկերացնում եմ, բայց ինչպես բացատրեմ, որ ճիշտ լինի, ընդհանուր եթե ապագայից խոսենք, ինձ համար մի փոքր անորոշ է։ Անորոշ է։ Եթե մասնագիտականի մասին է, չէ, մասնագիտական նպատակներ կան։ Նպատակներ կան, բայց ինքը ապագան անորոշ է։ Այո։ Շատ լավ, շատ լավ։ Ամեն դեպքում որտեղ եք ձեզ տեսնում սրանից 20 տարի հետո։ Okay. Հուսամ ողջ կլինեմ։ Չգիտեմ։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ահա հիմա մենք արդեն ստացանք ձեր նկարահանման ֆայլը եւ արդեն այստեղ երևում է, որ տոկոսային հարաբերությամբ, թե դուք ինչ հույզեր եք դրսևորել տարբեր հարցերի կապակցությամբ։ Այստեղ 5% զայրույթ է դրսևորվում, մոտավորապես 11 իհարկե դա վարկյան առ վարկյան փոփոխվում է, 11% դեռ ուրախություն կա, երջանկության զգացողություն, զայրույթը
աճում է 5%, ահա, իսկ արդեն հարցի փոփոխությունից միանգամից փոխվեց այստեղ առաջացավ դիսգաստի զզվանքի զգացողությունը, զարմանքը հարցի հետ կապված եւ նվազում է այսպես սրընթաց կերպով ձեր ուրախության հույզը։ Իհարկե այսպես եթե մենք ամբողջ ֆայլը վերլուծության տանք, վերջում կկազմի, թե դուք միջին հաշվով ամբողջ այս ժամանակահատվածում մենք հարցազրույց ենք ունեցել, ինչ հույզեր եք ունեցել, ինչպես են դրանք դրսևորել։ Ընդհանուր առմամբ 48.3%-ը դուք չեզոք հույզեր, այսինքն որևէ այսպես տեսանելի նույնիսկ գործիքի համար տեսանելի հույզ չեք դրսևորել։ Իսկ դա ինչ է նշանակում, այսինքն նման գործիքը որ դեպքերում են օգտագործում, ինչը բացահայտելու համար։ Դասավանդման գործընթացում կարող է օգտագործվել թե աշակերտների հուզական այսպես պրոֆիլը կազմելու համար էքսպրեսիայի արտահայտչամիջոցների, թե ուսուցչի, ինչը նույնպես կարծում եմ այսօր շատ արդիական հարց է, ինչ հույզերով են մեր ուսուցիչները։ Ես նման փորձ օրինակ տեսել եմ Ֆինլանդիայում, որ դպրոցներում անալիզ էին անում ուսուցչի էմոցիոնալ պրոֆիլը եւ դա նույնպես հավատացեք ազդեցություն ունենում է դասավանդման գործընթացի վրա։ Սա կարելի է իրականացնել տարբեր ամենատարբեր նպատակներով, կոնկրետ մեր հետազոտություններում սա կարող է օգնել, որպեսզի մենք արդեն ինչպես նշեցի, դրանք վերհանենք, հասկանանք, թե ինչպիսի կապ գոյություն ունի հուզական էքսպրեսիայի, արտահայտչամիջոցների եւ դասավանդման արդյունքի հետ, հա, որ դեպքում է, որ հուզական դրսևորումների դեպքում է, որ արդյունքը լավ է ստացվում, որ ուսուցչի, որ հուզական ինչպիսի պրովոկացիա կա օրինաչափություն, թե չկա, որոշ փորձեր նախնական արել ենք, բայց պետք է ասել, այս գործիքի հնարավորությունները անսահմանափակ են այդ իմաստով, հա, կարելի է, սա արդեն կախված է, թե ինչ որքանով ձեր երևակայությունը ձեզ թույլ կտա ճիշտ նախագծել եւ բացահայտել, թե ինչ արդյունքների կարելի է հասնել։ Սա է հիմնականում, ինքը շատ բարձր այսպես հավաստիությամբ, ճշգրտությամբ կարողանում է նույնիսկ այն հույզերը վերհանել, որոնք մարդը ուզում է թաքցնել, ցանկանում է թաքցնել եւ նույնիսկ անձին աչքով շատ հաճախ հնարավոր չէ ֆիքսել։ Կապ չունի դուք ժպտում եք, թե չէ, բայց այդ ժպիտը իր մեջ ունենում է միկրո այնպիսի էլեմենտներ, որոնք անձին աչքով երբեք տեսանելի չեն լինի։ Եվ միանգամից գործիքը կարողանում է այդ հույզերը գտնել։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, եւ զրույցը ամփոփենք այն հարցով, թե նման գիտահետազոտական ինստիտուտների եւ կենտրոնների գործունեությունը ինչպես է ազդում ընդհանուր երկրի կրթության որակի վրա։ Այն երկրների կրթությունն է լավ եւ այն երկրների կրթությունն է իրենց, այսպես ասած, համախառն ներքին արդյունքում երջանկության ինդեքսի, մարդկային զարգացման ինդեքսի վրա բարձր ազդեցություն ունենում, որտեղ որ որոշումները կրթական, ամբողջ կրթական գործունեությունը իրականացում է հետազոտական հենքով։ Այսինքն բոլոր որոշումների հիմքում կան հավաստի ճշգրիտ հետազոտություններ։ Այնպես որ վստահ եմ, որ մեր կրթության եւ առհասարակ ոչ միայն կրթության, այլ բոլոր ոլորտներում աստիճանաբար հետազոտությունը պիտի դառնա մեր կյանքի անբաժան մասը եւ լիահույս եմ, որ այդ ուղղությամբ թե պետությունը, թե մեր մասնագետները շարունակաբար քայլեր կձեռնարկեն։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ։ Շախմատը նոր հորիզոններ է բացում կրթության եւ նաեւ երկրի զարգացման համար։ Յուրաքանչյուրս ունենք հաջողության մեր բանաձևը, բայց յուրաքանչյուր բանաձևի հիմքում նաեւ վերլուծական մտածողության զարգացումն է։ Մեզ կարող եք հետևել Դասարան AM-ում, YouTube-ում եւ մեր Facebook-յան պաշտոնական էջում, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։